գյուղացու վիճակ ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես էլ ծառուկ եմ, ինչ հարցով պետք է լի, ես էլ կոքն եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Այս երկատներ բարդված է եղե։ Երկու վարորդներն են, չէ հիվանդանոց, հա։ Այս բեռնատար գազելը այնի ինչ, հա։ Nissan Tiida։ Հանի ավտոն, հանի, հետքերի վրա ես։ Դիմացիան շատվածից Սմբո։
մայիսի 14-ն է, Կոտայքի մարզ։ Եղվարդ Զովունի ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել են Բեռնատար Գազելն ու Նիսսան Մագնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով երկու վարորդները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բախման հետևանքով երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել տարբեր հատվածներում։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ օրվա պատասխանատու Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Հավաքվածները նշում են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել նույն գումարտակի երկրորդ վաշտի հրամանատար Սահակ Գալստյանը եւ ավագ տեսուչը։ Այս պահին արդեն ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նայիրի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Յուրա Պապյանի եւ օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քերեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի եւ հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։ Այս բանին տեսնում եք քննիչներն արդեն դեպքի վայրում զննություն են կատարում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Նայիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայր են ժամանել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նայիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենաների դետալներն են տեսնում եք։ Բախման հետևանքով էլ ավտոմեքենաներից մեկի անվահեծանը կոտրվել է։ Ժողովուրդ ջան, մի վարքյան ես կողմ։ Սա էլ հավանաբար Նիսսանի դետալներն են։ Ժողովուրդ ջան, կներեք, մի վարքյան ես կողմ, էլի։ Նիսսանի նա էլ անվահեծանն է։ Բեռնատար Գազելը բարձված է եղել երկաթե կոնստրուկցիաներով, ողջույն։ Շտաբ օգնությունը տեղափոխեց, հիմի հետագնում Երևան, Եղվարդ, կներեք։
Դու քո մասին մտածի։ Կարոր մարդ բան չի եղել։ Այն ներքևը Դավթաշեն տենայր ինչ էր եղել։ Բենվեն մտել էր տան մեջ։ Դավթաշեն բենվեն մտել էր տան մեջ։ Չէ, լավ է։ Հապա ոնց կլի Մուրադն առած արուս է թաղջիկ ուզելու, բա դու մեջը չլնես։ Ես վասող եմ Իվարկյան 40 սանտիմետր Էնել 335 Այդ հավոր լայնք է Ես 335 էնի 340 Ողջի բեցու Բանով, մետրով Մետրով բետ Չապի հիմա 6 մետր 75 6 մետր 75 Թողեմ